Ստամբուլում ընթանում է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 10-րդ եռակողմ հանդիպումը։ Արտաքին գործերի նախարարության տվյալներով եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում կստորագրվի արտգործնախարարների համատեղ հայտարարություն Ստամբուլի հռչակագիր։ Նախարարական հանդիպման շրջանակներում նախարարները քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և դրա խորացման հեռանկարները։ Հիմնական հարցերից մեկը միջին միջանցքի և դրան առնչվող նախագծերի կարևորությունն էր։ Զրույցը շոշափել է տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները։ Եռակողմ հանդիպումից հետո ՄԱԿ-ը Բոճորիշվիլին նաև անձնական հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Հայտնի են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ձայների 49,8%-ը, որին հաջորդել է Մանվել Կարապետյանի Հզոր Հայաստան դաշինքը, հավաքել է 23,3%։ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը զբաղեցրեց երրորդ տեղը, գրեթե 10% է հավաքել, իսկ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է 3,99%, ինչը բավարար չէ անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է Նիկոլ Փաշինյանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է Փաշինյանին իր հաջողության կապակցությամբ։ Ես անկեղծորեն շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության հաջողության կապակցությամբ ընտրություններում։ Ես անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, մեր ազգերի բարօրության համար, գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։ Եվրոպական առաջնորդները շնորհավորում են Հայաստանի վարչապետին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ինչպես գրառում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նա բարձր է գնահատում ժողովրդավարական Հայաստանի հետ համագործակցությունը, որը գնալով ավելի է մոտենում Եվրոպային։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան գրում է, որ հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա կառուցված ապագայի համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Իրանը հրթիռային ալիք է արձակել դեպի հյուսիսային Իսրայել։ Բալիստիկ հրթիռների հայտնաբերումից հետո երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային հարձակման զանգեր։ Այնուամենայնիվ երկիրը չեզոքացրել է Իրանից արձակված բոլոր հրթիռները։ Ինչպես հաղորդում է Իրանի Իսլամական հեղափոխության պահպանակների կորպուսը, այս գործողությունը միանգամյա իրադարձություն չէ, այլ հաջորդ շաբաթվա ընթացքում շարունակական հարվածներ կլինի։ Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով Իրանը լուրջ սխալ է թույլ տվել։ Իսրայելը հակահարված է տվել Իրանին։ Հարձակումը կատարվել է երկրի արևմտյան և կենտրոնական շրջաններում գտնվող ռազմական թիրախների վրա։ Իրանի և Իսրայելի միջև վերսկսված ավիահարվածների ֆոնին Brent նավթի մեկ բարելի գինը բարձրացել է 4,5%-ով և գերազանցել $97։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ԱՄՆ-ի նավթի գինը նույնպես բարձրացել է 4%-ով և այսօր արժի $94 մեկ բարելի համար։ Պետք է նշել, որ բախումների վերսկսումը նվազեցնում է ԱՄՆ-Իրան խաղաղ բանակցությունների հաջողության հավանականությունը և մեծացնում է Հորմուզի նեղուցի հնարավոր փակման մտավախությունները, ինչը անմիջականորեն կազդի նավթի և բնական գազի գների բարձրացման վրա։ ԱՄՆ-ի նախագահը հակադարձրեց NBC News-ին լրագրողին և վաղաժամկետ ավարտեց հարցազրույցը։ Լարված զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը կրկնեց իր մեղադրանքը, որ 2020 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են։ Հարցազրույցի ընթացքում հաղորդավարը բազմիցս պահանջել է ապացույցներ ներկայացնել։ Ի պատասխան Թրամփը կենտրոնացել է Կալիֆոռնիայում ընթացող ընտրական գործընթացի վրա, նշեց, որ քվեարկությունից մի քանի օր անց դեռևս հաշվարկում են քվեաթերթիկները։ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ հանդես եկան և նշեցին
արդար խաղաղության 5 պայման, ինչպես նշվում է համատեղ հայտարարության մեջ, Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և բարգավաճումը անբաժանելի են Եվրատլանտյան անվտանգությունից։ Խաղաղության հասնելու համար առաջնորդները նշել են մի քանի հիմնական պայմաններ։ Առաջինը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցումն է, երկրորդը գոյություն ունեցող շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետ, երրորդը Ուկրաինան պետք է ունենա ամուր և իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ հրադադարի մեջ մտնելուց հետո, իսկ ռուսական ակտիվները պետք է մնան սառեցված մինչև Ռուսաստանը դադարեցնի պատերազմը և փոխհատուցի Ուկրաինային պատճառած վնասը։ Հինգերորդ պայմանն այն է, որ Եվրոպայի անվտանգության շահերը պետք է պաշտպանված լինեն ցանկացած համաձայնագրում։ Եվրամիության վիզային կարգավորման շրջանակներում Վրաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև առաջին հանդիպումը կկայանա Բրյուսելում հունիսի 11-ին։ Դրան կմասնակցեն համապատասխան վրացական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Թբիլիսիում այս հարցի վերաբերյալ քաղաքական գնահատականներ են արվում։ Ազգային շարժումը հայտարարում է, որ վրաց ժողովուրդը չպետք է պատժվի կառավարության գործողությունների պատճառով, չնայած Բրյուսելի համբերությունը կարող է սպառվել։ Գախարյայի կուսակցությունը կարծում է, որ ռազմավարական գործընկերները կկայացնեն իմաստուն որոշում։ Խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կաշխատի վրացական լեռներում գարեջրի պատրաստման ավանդույթների մեթոդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավանդակարգին ներկայացնելու ուղղությամբ։ Աշխատանքային խմբի ստեղծման և դրա կազմի հաստատման վերաբերյալ Գյուղատնտեսության հանձնաժողովի դիմումը այսօր բյուրոյի նիստում ընդունվել է տեղեկատվության համար։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Գյուղատնտեսության կոմիտեն հաջողությամբ աշխատել է ցորենի և հացի թխման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելու որպես ոչ նյութական մշակութային հուշարձան և այսօր արդեն հաստատվել է, որ Վրաստանը խաղողի որդոդունգի հետ մեկտեղ նաև ցորենի հայրենիք է։